Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր մարտի 7։ Աստծո չափված փառքը։ Եվ ասեց նրանց. տեսեք ինչ եք լսում, ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի և կավելանա ձեզ լսողներիդ, որովհետև ով որ ունի, նրան կտրվի, և ով որ չունի, այն էլ որ ունի, վեր կառնվի նրանից։ Մարկոս 4:24-25 խոսքեր։ Տեր Հիսուսը գիտեր, որ այս խոսքերը կարող են տարօրինակ թվալ բնական ականջին, ուստի նա սկսեց իր խոսքը ասելով. եթե մեկը լսելու ականջ ունի, թող լսի։ Խոսք 23։ Այդպիսով նա ասում է մեզ. եթե ձեր սիրտը բաց է Աստծո հոգու համար, դուք կհասկանաք, թե ինչ եմ ուզում ասել ձեզ։ Ինչ է խոսում Տեր Հիսուսն այս հատվածում։ Նա խոսում է Աստծո փառքի մասին մեր կյանքում, Քրիստոսի ակնհայտ ներկայության մասին։ Կարճ ասած, Տերը տարբեր աստիճաններով մատնացույց է անում իր փառահեղ ներկայության չափանիշը, լինի դա եկեղեցիների, թե անհատների համար։ Ոմանք ոչինչ չեն ստանում նրա փառքից, մինչդեռ ոմանք ստանում են ավելի մեծ խաղաղություն, որը ճառագում է նրանց կյանքից և եկեղեցիներից ավելի մեծ առատությամբ։ Աստված խոստացել է թափել իր հոգին իր ժողովրդի վրա այս վերջին օրերին։ Սուրբ Գիրքը մատնանշում է ժամանակների վերջում հաղթական փառքով լի եկեղեցի։ Տեր Հիսուսն իսկապես ասաց, որ դժոխքի դռները չեն հաղթի իր եկեղեցուն։ Մենք չենք համբարձվելու երկինք պարտված, հուսահատված, կոտրված, հուսալքված կամ տրտունջով։ Ոչ, մեր Տերն ավելի է զորացնելու իր մարմինը, և նրա զորությունը չի դրսևորվի միայն նշաններով և հրաշքներով, այլ Սուրբ Հոգու կողմից հպված սրտերի փառահեղ կերպարանափոխությամբ։ Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ չափով ձեռք բերել Քրիստոսի փառքը։ Տերը մեզ ասում է շատ հստակ. ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ Խոսք 24։ Տեր Հիսուսը հստակ ասում է, որ նա չափում է իր փառքի տարբեր չափերը համաձայն այն բանի, թե ինչպես ենք մենք չափում մեր սրտերը նրա հանդեպ։ Մենք պետք է ավելի մոտենանք նրան երկրպագությամբ, հնազանդությամբ և ջանասիրությամբ։